Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հաղվերձյանի հետ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ ավանդաբար, սիրելի բարեկամներ, ամեն ամիս ես ներկայացնում եմ գալիք ամսվա աստղաբանությունը, մուրակային դիրքերի փոփոխությունները եւ նրանց ազդեցությունը կենթանակերպերի վրա, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքիս եւ դիտեք այս վիդեոները մինչեւ վերջ, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է մեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, անկայուն եւ վտանգավոր է լինելու հունիս ամիսը։ Դե անկայունությունը, ինչպես դուք հասկացաք, պայմանավորված է նրանով, որ Արեգակը հունիս ամսվա ընթացքում մինչև հունիսի 21-ը գտնվելու է երկվորյակ կենդանակերպում եւ այդ նույն կենդանակերպում արդեն ապրիլի 26-ից այս տարվա 7 տարի շարունակ գտնվում է նաեւ անսպասելի փոփոխությունների հեղափոխական ուրան մոլորակը, որը այսպես հուզումնառատ շրջան է նշանակում, քաոսային շրջան է նշանակում, անկայուն շրջան է նշանակում, որը հղի է ամեն տեսակ անսպասելի սրացումներով, կայծակնային զարգացումներով եւ անգամ վտանգավոր իրադարձություններով։ Միանշանակ արդեն տեսնում ենք մենք, ես այս վիդեոն տեսագրում եմ մայիսի 23-ին եւ արդեն մենք տեսնում ենք ռազմաքաղաքական լարվածության աճ երրորդ համաշխարհային պատերազմի բոլոր ճակատներում, ինչպես ռուս-ուկրաինական, այնպես էլ Իրանի եւ այդ ԱՄՆ, Իսրայել, Լիբանան, այդ բոլոր բախումները Հեզբոլլահի հետ Լիբանանում, Իսրայելի բախումները գնալով սաստկանում են եւ թեժանում է ռազմաքաղաքական լարվածությունը։ Նու սա իհարկե պատահական չէ, ոչ միայն Արեգակի եւ Ուրանի միությամբ է պայմանավորված մայիսի վերջի եւ հունիսի սկզբի լարվածությունը, այլ նաեւ Մարսի ռազմի մոլորակ, Մարսի փոքր դժբախտության մոլորակ, Մարսի եւ ավերիչ Պլուտոնի միջև այդ քառակուսին, որին ականատեսը մենք կլինենք մայիսի վերջին օրերին։ Իհարկե այս քառակուսին Մարսը գիտեք, որ գտնվում է ցուլ կենդանակերպում, Պլուտոնը գտնվում է ջրհոս կենդանակերպում 20 տարի շարունակ 2024 թվականի նոյեմբերից արդեն ինքը հիմնավորվել է ջրհոսում եւ այս երկու մորակների պատերազմի մորակների քառակուսին իհարկե անխուսափելիորեն բերելու է այդ ռազմաքաղաքական լարվածության աճին, բռնաճնշումների աճին, որը ես իհարկե կանխատեսել եմ, քանի որ այսպես ուշով բոլորս հետևում ենք այդ նախընտրական մրցավազքին, քաղաքական ուժերի վերադասավորումներին, չգիտեմ, իրենց ելույթներին, որովհետև գիտեք, որ 26 թվականի հունիսի 6-ի այս ընտրությունը շատ կարևոր է, այսինքն դա գոյաբանական ընտրություն է լինելու հայ ժողովրդի համար եւ շատ կարևոր է մասնակցությունը այս ընտրությունը, հենց այս ընտրություններին խնդրում եմ անպայման մասնակցեք սիրելի բարեկամներ։ Եթե չեք ցանկանում ընտրել նախկիններին եւ ես ձեզ լիովին հասկանում եմ, որ դուք չեք ցանկանում, ես ինքս այսպես առանձնապես որևիցե անգամ նրանց կողմնակիցը չեմ եղել եւ չեմ էլ լինելու այդ նախկինների, որոնք բերեցին ըստ էության այս իրավիճակը, որ հիմա կա, նրանք նպաստեցին, որ Նիկոլը գա իշխանության, դա պարզ է, ես դրան շատ եմ անդրադարձել, ընտրեք այլընտրանքային քաղաքական ուժերին, օրինակ, ես շատ հավանում եմ Քոչարի կուսակցությունը Արտակ Սարգսյանի կողմից ղեկավարվող շատ հետաքրքիր անձնավորությունը, իսկական հայ, եթե չեք ցանկանում նախկիններին, անպայման ընտրեք գոնե այս կուսակցությունը, որովհետև դա միակ կուսակցությունը, ինչի եմ ես հավանում այդ կուսակցությունը, որովհետև այնտեղ դրված է Արցախ վերադառնալու եւ Նախիջևանի
Ուրեմն ազատագրման եւ ընդհանրապես Ադրբեջան պետության լուծարման խնդիրն է դրված Քոչարի կուսակցության նախընտրական ծրագրում, որը շատ կարեւոր է, սիրելի բարեկամներ, անգամ եթե պարզ է դա վաղը չի ստացվելու, դա 5 տարուց չի ստացվելու, 10 տարուց չի ստացվելու, բայց շատ կարեւոր է այդ նպատակը դնել, շատ կարեւոր է դնել Արցախի վերադարձի եւ հատկապես Նախիջևանի վերադարձի հարցը։ Հիմա կանվանեն դա ռևանշիզմ եւ այլն, դա էական չէ, շատ կարեւոր է բարձրացնել այդ հարցը հենց հիմա, եւ դա է ապահովելու հայոց պետականության հարատեվությունը այս տարածաշրջանում իրականում, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի կեղծ խաղաղությունը։ Եվ սիրելի բարեկամներ, իհարկե այդ լարվածությունը, բռնաճնշումները աճելու են, ես այդ կանխատեսում արել եմ, որ մայիսի 21-ից հետո այդ բռնաճնշումները նաև սաստկանալու են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի լիդերների դեմ, տեսակ, որ Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցվեց այդ քրեական գործը եւ նա ըստ էության պետական դավաճանության, որ անհեթեթագույն ընդհանրապես նրան չվերաբերվող հարց է, դե ուժեղ գործիչ է, որը վայելում է ժողովրդի սերը, հարգանքը եւ այդ իսկ պատճառով նրան կալանավորեցին, իհարկե այդ բռնաճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա չեն ավարտվելու, այլ շարունակական բնույթ է կրելու եւ եթե իհարկե այդ ընտրող իշխող վերնախավը, որը միանձնյա կերպով տնօրինում է Հայաստանի ճակատագիրը ըստ էության այժմ միանձնյա կերպով է տնօրինում եւ նա եթե տեսնի, որ այլևս ընդդիմությունը հավաքական շատ ավելի մեծաքանակ ձայներ է հավաքելու, քան Նիկոլ Փաշինյանը, քան ԿՊ-ն, միանշանակ չեղարկվելու են ընտրությունները կամ գնալու են վաբանկ, այսպես հեռացնելու են բոլոր հզոր քաղաքական ուժերին, որոնք մեծ էլեկտորատ ունեն, այսինքն դա ուժեղ Հայաստանն է, դա Հայաստան դաշինքն է եւ ԲՀԿ-ն, միջազգ ԲՀԿ-ն շատ, որը հիմա հանդես է գալիս Մայր Հայաստանի հետ դաշինքում, շատ մեծ շանսեր ունի մեծաքանակ ձայներ հավաքելու եւ այդ իսկ պատճառով ԲՀԿ-ի դեմ այսպիսի սաստիկ բռնաճնշումներ են այժմ տեղի ունենում։ Եվ այդ իսկ պատճառով իհարկե անկախությունը շարունակվելու է եւ մինչեւ հունիսի 21-ը մենք ունենալու ենք այդ անկախության բուռն դրսևորումներ, ինչպես ռազմաքաղաքական թատերաբեմում, այնպես էլ ներքաղաքական հայաստանյան կյանքում շատ բարձր է հավանականությունը նոր ժողովրդական շարժման, հակաիշխանական շարժման, բախումների, անգամ կառավարական զորքերի հետ եւ այդ բախումները այդ ամբողջը լինելու է հունիսի, այսպես ասած, կեսերին, 10-ից 15-ը հատկապես շատ լարված իրավիճակ է լինելու Հայաստանում, այդ ժողովրդական ելույթները, անգամ իհարկե պետություն, իշխանությունը, որ իրեն համարում է հենց ինքն է պետությունը, հենց ինքն է Հայաստանը, գնալու է, եթե դա ստացվի, իհարկե նաեւ քաղաքացիական բախումներ եւ քաղաքացիական պատերազմ է հրահրելու, արդեն հիմա դա հստակ երևում է, շատ բարդ իրավիճակ է ստեղծվելու Հայաստանում հունիս ամսվա ընթացքում, այնպես որ ընդդիմությունը պետք է պատրաստ լինի եւ պետք է ունենա այդ ճանապարհային քարտեզը յետ ընտրական զարգացումներ, յետ ընտրական շատ բուռն զարգացումներ են լինելու ամենայն հավանականությամբ եւ հունիսին իհարկե մենք չենք ունենալու շատ մուրակային փոփոխություններ, ընդամենը 4 կարևոր աստղաբանական իրադարձություններ են մեզ սպասվում, բայց այդ իրադարձությունները չափազանց կարևոր են եւ չափազանց վճռորոշ են։ Մայիսին անգամ մենք տեսանք արդեն, որ ռազմաքաղաքական լարվածությունը, այդ կոշտ ռետորաբանությունը աճում է։ Եվ դա պայմանավորված էր, սիրելի բարեկամներ, քանի որ մայիսը դա օծի ամիս է ըստ չինական մետաֆիզիկայի, տունշու հազարամյա չինական օրացույցի հենց
Ուցի ամսում պարունակվում է մետաղը, որը պատերազմի էլեմենտն է, այսինքն այն ամիսներին, այն ժամանակ, երբ որ մետաղը հզոր է, հուժկու այդ բոլոր այդ ռազմաքաղաքական լարվածությունը, կոշտ հռետորաբանությունը շատ լայն տարածում են ստանում եւ Նիկոլ Փաշինյանի խոսքերում նույնպես մենք տեսանք այդ կոշտ հռետորաբանությունը, ռազմական, պատերազմական, ինչու չեք զոհվել, ինչու այսպես իհարկե դա անընդունելի է, դա անեցք է ըստ էության, բայց ամեն դեպքում, այսինքն հենց դրանով էր պայմանավորված այդ հռետորաբանության կոշտացումը։ Հունիս ամսվա ընթացքում, հունիսը դա փայտե ձիու ամիսն է լինելու այս տարի եւ բավականին բարդ ամիս է, որովհետեւ երկու ձիեր են հանդիպում տարվա հրեղենձին փայտե ձիու հետ, որը ամսվանն է, այսինքն սա հզորացնում է այս տարվա կրակը, որը առանց այդ էլ չափազանց այսպես հզոր է եւ կրակի զորացումը շատ իմպուլսիվ գործողությունների է մարդկանց մղում, այսպես երբեմն չմտածված քայլեր կատարելու է մղում եւ սա իհարկե կարող է հանգեցնել բախումների, միանշանակ հանգեցնելու է բախումների եւ երկուձին երբ հանդիպում են ըստ չինական մետաֆիզիկայի դա համարվում է ինքնապատիժ, որը համարժեք է մեր ավանդույթի մեջ այդ թուղթուգրային ազդեցության, այսինքն ինչ է տեղի ունենում անհատական մակարդակով բացատրեմ, որ դուք ընդհանուր պատկերացում ունենաք։ Մարդը մշտապես միևնույն իրադարձություն իրավիճակներում հայտնվելով պատասխանում է միևնույն վարքագծով եւ ինքն իր գլխին պատիժ է բերում, այսինքն միևնույն սխալն է անընդհատ կրկնում եւ անընդհատ իր մոտ ինչ-որ բացասական զարգացումներ են նկատվում եւ ասում է ես անիծված եմ, իմ վրա թուղթուգիր արված, այ հենց այդ ինքնապատիժը ձևավորվում է մեզ մոտ հունիս ամսին, հունիսի 5-ից հետո մենք այդ ինքնապատժի պայմաններում ենք ապրելու, որը խիստ իհարկե անցանկալի է, անբարենպաստ է, ես անդրադարձել եմ նաև ընտրությունների օրվա, հունիսի 7-ին, որ դա բախման օր է, ինքնաոչնչացման օր է, այնտեղ կներեք ջրային մուգն է, այդ օրը հենց ըստ չինական օրացույցի ջրային մուգն է եւ իհարկե ուժեղ բախում է, ջուրը գիտեք հզոր բախում է առաջացնում կրակի հետ։ Բացի դրանից փայտե ձիու ամիսն է մեզ մոտ հունիսը եւ Հայաստանի Հանրապետությունը երրորդ հիմնադրվել է հենց փայտե ձիու օրը։ Գիտեք, որ սեպտեմբերի 21 1991 թվականին տեղ փայտե ձիու օր էր։ Ես բազմից անդրադարձել եմ վերլուծությունները կան, կարող եք նաև դիտել իմ ալիքում, գիտեք, որ բոլոր վիդեոների իմ ալիքում տեղադրված են համապատասխան պլեյլիստներում, պետությունների ճակատագիրը, արդյոք ովքեր են, կիրակնօրյա եթերները, այնտեղ շատ մանրամասն ես վերլուծել եմ Հայաստանի երրորդ հանրապետության բազին կամ չինական քարտեզ այդ սյուները, հա, ճակատագրի 8 սյուները ես շատ մանրամասն վերլուծել եմ։ Եվ իհարկե այդ ձիերի բախումները եւ մկան արկայություն ընտրությունների օրվան շատ մտահոգիչ են եւ ստեղծում են շատ բարդ զարգացումների, այսինքն սկիզբ են դնում։ Այստեղ շատ հավանական են ուրեմն բախումներ հետընտրական շրջանում, իսկ ընտրություններից առաջ շատ հնարավոր է, որ իշխանությունը գնա այդ շատ այսպես անընդունելի քայլերի, այսինքն հեռացնի մասնակցությունից այն ուժերին, որոնք մեծ էլեկտորատ ունեն, որպեսզի միանշանակ իր հաղթանակը այսպես հեշտությամբ կարողանա ապացուցել եւ ցույց տալ։ Սա է սիրելի բարեկամներ, իհարկե այդ օրվան հունիսի 7-ին ես առանձին կանդրադառնամ, բայց իմացեք, որ բավականին ծանր լարված օր է, իսկ հունիսը ընդհանուր առմամբ լինելու է շատ անկայուն ամիս, դրական շրջափուլերը հաջորդելու են շատ խիստ բախումների, խիստ անկման, բացասական էներգետիկայի ընթացքով առանձնացող շրջափուլերի, այնպես որ պատրաստվեք, այսպես ասած, ամերիկյան այդ վայրի վերումներով այդ ատրակցիոնը, որ կա, որը կոչվում է ամերիկանսկի գորկի, այդպիսին է լինելու հունիսը ընդհանուր առմամբ։
Սիրելի բարեկամներ, հունիսը սկսվում է հունիսի 1-ին եւ 15:55 րոպեին, այդ կարևոր աստղաբանական իրադարձությունների մասին է խոսքը, Մերկուրին, կապի եւ հեռահաղորդակցության մորակ Մերկուրին մուտք կգործի Խեցգետին։ Հունիսը այն ամիսն է, որ երբ Մերկուրին կրկին դառնում է հետընթաց։ Սիրելի բարեկամներ, զարմացա, որ ընտրությունները չեն նշանակվել հունիսի 29-ին, որովհետեւ նույն երևույթի կարգն է այդպես պետական այդ ուրեմն հատուկ ինչ որ հաշվարկներ են արվում ըստ սահմանադրության կարգն է այդպես որ պետք է լինի հունիսի 7-ին, բայց ընդհանուր առմամբ ես պետք է ասեմ, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության բոլոր կարևոր ընտրությունները համընկնում են լինի թե մարզային թիմ ընտրություններ, թե քաղաքապետի ընտրություններ, բոլորը համընկնում են հետընթաց Մերկուրի շրջանի հետ։ Եվ այժմ հունիսի 29-ին կրկին Մերկուրին դառնում է հետընթաց 26 աստիճան Խեցգետնում։ Միայն հուլիսի 24-ին Մերկուրին կանգ կառնի, իսկ օգոստոսի 9-ին նոր կմտնի առյուծ կենդանակերպ, այս բավականին երկար ժամանակահատվածում Մերկուրին մնալու է Խեցգետնում։ Մերկուրին բավականին ակտիվ, այսպես ասած, էներգետիկա է, նա գիտեք, որ բարիների հետ բարի է, չարերի հետ չար, եւ Խեցգետին իհարկե լավագույն դիրքը չէ Մերկուրիի համար, որտեղ Խեցգետինը ջրային նշան է, լուսնի տիրապետության տակ գտնվող նշան է եւ դա մեծացնելու է այդ անկայունությունը, որի մասին ես խոսեցի։ Եվ ընդհանրապես իհարկե այդ Մերկուրի գտնվելը Խեցգետնում նպաստելու է գաղտնի ինչ որ պայմանավորվածություններին, անդրկուլիսյան պայմանավորվածություններին, շպիոնական այդ սերիալը շարունակվելու է, հա, այդ Ռուսաստանի ՖՍԲ-ի գործակալների շարքը ընդլայնվելու է, ես կարծում եմ, այս պայմաններում, երբ Մերկուրին գտնվելու է Խեցգետնում։ Եվ իհարկե ավելի ինտուիտիվ է Մերկուրին Խեցգետնում, ավելի այսպես հակված է գործել էմոցիաների ազդեցության տակ, այլ ոչ թե սթափ գնահատել իրավիճակ։ Այս դրանով նույնպես բնորոշվում է հենց այդ ընտրությունները, որ տեղի կունենան հունիսի 7-ին, երբ Մերկուրին կլինի Խեցգետնում, նույնպես էմոցիոնալ, իմպուլսիվ ընտրություններ են լինելու, էմոցիաների ազդեցության տակ, այլ ոչ թե սթափ բանականության, սրա վրա նույնպես ուշադրություն դարձրեք։ Եվ ինչ է նշանակում Մերկուրին Խեցգետնում բոլոր կենդանակերպերի համար, այժմ ես մանրամասն կներկայացնեմ։ Մերկուրին մուտք գործելով Խեցգետին հայտնվում է խոյերի համար 4-րդ աստղատանը։ 4-րդ աստղատունը տուն, ընտանիք, ծնողներ, այսինքն բոլոր այն հարցերը, տան առքուվաճառ կլինի, փաստաթղթերի ձևակերպում կլինի տան հետ կապված, այդ բոլոր այդ հարցերը աշխատեք մինչև հունիսի 29-ը ավարտել, որովհետև հունիսի 1-ից մինչև 29-ը, որովհետև հունիսի 29-ից հետո Մերկուրին դառնալու է հետընթաց եւ բոլոր փաստաթղթային հարցերը, առք ու վաճառքի հետ կապված բոլոր հարցերը իհարկե շեշտակիորեն դանդաղելու են, սիրելի բարեկամներ, դա պետք է հիշել։ Ես բազմից անդրադարձել եմ, թե ինչ չի կարելի անել եւ ինչ ցանկալի անել, երբ Մերկուրին հետընթաց է շարժվում, բնականաբար ինչ որ թանկարժեք բարդ տեխնիկա ցանկալի չէ գնել։ Կարող եք կենցաղային տեխնիկա կարող եք ձեռք բերել, ու ենթադրենք լվացքի մեքենա կամ աման լվացող մեքենա, դա խնդիր չի, փոշեկուլ դա, բայց բարդ թվային տեխնիկա, համակարգիչներ, հեռախոսներ, չգիտեմ ինչ որ կամերաներ, դա արդեն ցանկալի չէ։ Բնականաբար նաև ցանկալի չէ հանգստանալ անծանոթ վայրերում, երբ Մերկուրին հետընթաց է, ամառը իհարկե բոլորը հանգստի շրջան է, արձակուրդների շրջան է, բոլորը ձգտում են կտրվել այս հայաստանյան ծանր իրավիճակից, իրականությունից եւ գնալ հանգստի։ Հունիսի 29-ից հետո իհարկե անցանկալի է անծանոթ վայրեր մեկնելը եւ այդ
իրավիճակը մինչև հուլիսի 24-ը շարունակվելու է։ Ցլերի համար շատ ուրեմն երրորդ աստղատանն է հայտնվում Մերկուրին ու նոր շփումներ, իհարկե, եթե դուք նոր ծանոթություններ, նոր շփումներ, նոր պայմանավորվածություններ եք ցանկանում ձեռք բերել, նոր ուսում կամ վերապատրաստման եք ցանկանում գնալ, սիրելի ցլիկներ, դա կատարեք մինչև հունիսի 29-ը։ Իսկ հունիսի 29-ից հետո ձեզ հիմնականում արդեն հին ծանոթությունները, հին ծանոթները, հին ինչ-որ ընկերները կրկին կվերադառնան ձեր կյանք։ Դա հիշեք։ Եվ երկորակների համար իհարկե շատ կարևոր է, որովհետև Մերկուրին մոտ գործելով խեցգետին հայտնվում է երկրորդ աստղատանը, որը ֆինանսների եւ ինքնագնահատականի տունն է։ Այսինքն, եթե նոր ինչ-որ ֆինանսական ծրագրեր եք ցանկանում, նոր պայմանավորվածություններ, պայմանագրեր եք ուզում ստորագրեք, ենթադրենք ինչ-որ բիզնեսի համար նաև վարկ եք ուզում վերցնեք, դա արեք մինչև հունիսի 29-ը, սիրելի բարեկամներ, երկորյակներ։ Դեռ հետագայում Մերկուրին դառնալու է հետընթաց, եւ եթե դուք նոր գործ սկսեք, նոր բիզնես սկսեք, նոր ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերեք, այդ ամենը բարդ ընթացք է ունենալու կամ ընդհանրապես չեղարկվելու է։ Եվ խեցգետիների համար իհարկե բարենպաստ է, Մերկուրին հայտնում է իրենց առաջի տանը, նոր ծանոթություններ, նոր շփումներ, նոր ինչ-որ գործնական կապերի ստեղծում, ընդհանուր առմամբ Մերկուրին առաջի տանը համարվում է, որ ուրախանում է, տավանդական աստղաբանության հրճվում է, այսպես ասած, եւ դա լավ է համարում խեցգետիներին ու նոր բոլոր գործընթացները, նոր բոլոր զարգացումները իհարկե կրկին հիշեցնեմ, որ մինչև հունիսի 29-ը կարելի է կատարել։ Առույցների համար իհարկե բարդ շրջան է, որովհետև Մերկուրին մտնելով խեցգետին հայտնվում է առույցների 12-րդ տանը, որը խորհրդանշում է գաղտնի պայմանավորվածություններ, գաղտնի թշնամիների ակտիվացում, զրպարտություններ, տեղեկատվության տարածում եւ այլն։ Կույսերի մոտ 11-րդ տանն է հայտնվում Մերկուրին մուտ գործելով խեցգետին, որը նշանակում է նոր ինչ-որ լավ կամ վերականգնում են հարաբերությունները գաղափարակիցների հետ, ընկերների հետ կամ ինչ-որ նոր ընկերներ են գալիս ձեր շրջապատ, բայց այդ նորը, բոլորը նորը միայն մինչև հունիսի 29-ը, սիրելի կույսակներ։ Կշերքների մոտ Մերկուրին մոտ գործելով խեցգետին հայտնում է 10-րդ աստղատանը, որը նշանակում է ինչ-որ հնարավոր է նոր պաշտոն, նոր աշխատանք, նոր աշխատանքային պայմանագիր։ Իհարկե այդ ամենը ցանկալի է կատարել, կնքել այդ պայմանագիրը մինչև հունիսի 29-ը։ Կարիճների համար հունիսը ճամփորդական ամիս է, որտեղ խեցգետինը 9-րդ տունն է, լավ է ճամփորդել, նոր գիտելիքներ ստանալ եւ լավ է ինչ-որ գաղափարական այսպես ելույթներով հանդես գալ, որը եւ ես անում եմ ներկայացնելով ընտրություններին 26 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի առաջնորդների աստղային քարտեզները վերլուծելով, սիրելի բարեկամներ, եթե չեք դիտել, անպայման դիտեք այդ գերհետաքրքիր վիդեոները։ Աղեղնավորների մոտ 8-րդ տանն է հայտնվում, իհարկե անբարենպաստ է ֆինանսական իմաստով, պետք է զգուշանալ նաև այդ վերահսկող մարմիններից։ Այծեղջյուրների մոտ իհարկե ստրես է, Մերկուրին հայտնում է 7-րդ տանը, որը հնարավոր են վիճաբանություններ ձեր գործընկերների կամ զուգընկերների հետ։ Ջրհոսների մոտ Մերկուրին մտնելով խեցգետին հայտնում է 6-րդ աստղատանը, իսկ 6-րդ աստղատունը դա աշխատանքի պատասխանատվության եւ առողջական խնդիրների տուն է, այսինքն ջրհոսները պետք է ուշադրություն դարձնեն իրենց աշխատանքին եւ առողջությանը։ Ինչ վերաբերում է ձկներին, ձկների համար իհարկե բարենպաստ է Մերկուրին, խեցգետնում նոր շփումներ, նոր սիրային հարաբերություններ, ստեղծագործական նոր ինչ-որ ծրագրերի իրագործում, բայց այդ ամենը ցանկալի է մինչև հունիսի 29-ը, որովհետև հունիսի 29-ից հետո Մերկուրին դառնալու է հետընթաց։ Եվ ցանկացած նոր գործ, նորի սկիզբ իհարկե խոչընդոտների է հանդիպելու, սիրելի բարեկամներ։ Հաջորդ կարևորագույն աստղաբանական իրադարձությունը դա ուրեմն
Ահա, նախ ասեմ, որ շատ բարենպաստ, շատ հետաքրքիր մորակային միությունների ականատեսը կլինենք հունիս ամսին, արդեն դե երկնքում երևում է, եթե Facebook-ից հետևում եք, եթե չեք հետևում, անպայման բաժանորդագրվեք նաև Facebook-յան էջից, այնտեղ ես ներկայացրեցի Լուսնի, Յուպիտերի եւ Վեներայի ընդհանուր այսպես գեղեցիկ պատկերը, նաև YouTube-ում նույնպես հրապարակեցի այս նկարը եւ Վեներան եւ Յուպիտերը մեծ եւ փոքր երջանկությունների մուրակները կմիանան հունիսի 9-ին։ Սիրելի բարեկամներ, 25 աստիճան խեցգետ, իհարկե շատ բարենպաստ է, հատկապես անձնական կյանքը կարգավորելու, ընտանիք ստեղծելու համար այդ օրերը հունիսի 9, 8, 9, 10 դրանք շատ բարենպաստ օրեր են։ Ու հատկապես իհարկե բարենպաստ է խեցգետինների համար, ովքեր ծնվել են այդ օրերի մոտակայքում, թե տանի կազմելու, երեխա ունենալու համար, այսինքն ամբողջ տարվա ընթացքում այդ երկու դրական մուրակների միությունը իրենք կզգան։ Ու իհարկե բոլոր ջրային նշանների համար շատ բարենպաստ է, ինչպես կարիճների, այնպես էլ եւ խեցգետիների, ասացի արդեն, եւ ձկների համար շատ բարենպաստ է։ Այս միությունը այնքան էլ բարենպաստ է նաեւ ութի նշանների համար, այնքան էլ լավ չէ այս միությունը հրեղեն կրակի նշանների համար։ Հիմնականում բոլոր մյուսների համար շատ բարենպաստ են, անգամ նաև այծեղջյուրների համար, հողային նշանների համար նույնպես լավ է։ Եվ հունիսի 13-ին արդեն 14:46 րոպեին հաջորդ կարևոր աստղաբանական իրադարձության մասին են խոսում Վեներան, սիրո եւ գեղեցկության մորակ Վեներան մուտք է գործում Արիուց եւ այնտեղ նա կմնա մինչև հուլիսի 9-ը, սիրելի բարեկամներ։ Ու Արիուծում Վեներան փառավոր է, փառահեղ է, հաճույքներ է սիրում, կոմպլիմենտներ է սիրում, սիրում է, որ իրեն ոսկե սարեր են խոստանում, այսինքն եթե ցանկանում եք ինչ-որ մարդու, այսպես ասած, հաճանալ կամ գրավել նրա սիրտը նվաճել, ապա անպայման խոստացեք ոսկե սարեր հունիսի 13-ից հետո։ Եվ Վեներան Արիուծում իհարկե շատ այսպես նաև բարենպաստ է ստեղծագործող մարդկանց համար այս դիրքը, բայց քիչ մեծամիտ է Վեներան Արիուծում, եկեք ընդունենք դա։ Արիուծը ընդհանրապես մեծամիտ նշան է եւ սիրում է այսպես ուշադրություն իր նկատմամբ, փաղաքշական վերաբերմունք իր նկատմամբ, այնպես որ եթե ցանկանում եք գրավել ինչ-որ մեկի այսպես բարեհաճությունը, անպայման այսպեսի օգտագործեք այդ կոմպլիմենտները, հա, շատ կարևոր է։ Եվ ինչ է նշանակում Վեներան Արիուծում բոլոր կենդանակերպերի համար։ Նախ իհարկե քանի որ առուծը հրեղեն նշան է, այս Վեներան բարենպաստ է բոլոր հրեղեն կենդանիների համար, ինչպես խոյերի համար, այնպես էլ աղեղնավորների եւ առյուծների համար, իհարկե առյուծները, Վեներան անցնում է առյուծով, առյուծները գլխավոր թագուհիներն են եւ թագավորներն են այս դիրքի։ Խոյերի մոտ Վեներան մոտ գործելով առյուծ հայտնվում է 5-րդ աստղատան, 5-րդ աստղատունը սեր, երջանկություն, երեխաների հետ կապված հաջողություններ, եթե չունեք երեխաներ, վաղուց սպասում եք հնարավոր է հղիություն, մի խոսքով բոլոր ուրախ իրադարձությունները երեխաների, հաճույքների, նաև բիզնեսի համար է բարենպաստ։ Ցուլերի մոտ Վեներան հայտնվում է 4-րդ աստղատան, якը շատ կարևոր է ցուլ կենդանակերպի համար Վեներայի դիրքի փոփոխությունը, որտեղ ցուլը հենց ղեկավարվում է Վեներայի կողմից եւ 4-րդ տանն է հայտնվում, դե բարենպաստ է տան, ընտանիքի, չգիտեմ, ինչ նշանդրեքի համար, ընտանիքը ընդլայնելու համար, նոր ընտանիքի անդամներ, հարս, թոռ, չգիտեմ, եւ այլն, շատ բարենպաստ է նաեւ տունը այսպես բարեկարգել, դարձնել ավելի հարմարավետ, ավելի այսպես փափուկ կահույքով լցնել, փափուկ անկողիններով լցնել եւ այլն, ու այսպեսի փուլերով շատ փայլուն ինչ որ ծածկոցներ գնել տան համար, նույնպես լավ, որտեվ հենց Վեներան ինքը այդ փայլուն գունավոր քարեր, մարգարիտներ, այդ ամենը իհարկե շատ սիրում է։ Երկորակների մոտ Վեներան մոտ գործելով առյուծ հայտնվում է 3-րդ աստղատան, իսկ 3-րդ աստղատունը նոր շփումներ, նոր կոնտակտներ, նոր ինչ որ գիտելիքներ, նոր միջավայր,
շատ լավ լուրեր քույրերից եւ եղբայրներից, այսինքն երրորդ տունը կապված է մոտակա մերձավոր միջավայրի հետ, որը խիստ բարենպաստ է հենց ավելի սերտացնել ձեր շփումները, ձեր կապերը այդ միջավայրի հետ։ Խեցգետինների համար նույնպես շատ բարենպաստ է Վեներան առյուծ կենդանակերպում հայտնվում է խեցգետինների երկրորդ աստղատանը, որը ֆինանսի հետ է կապված, այսինքն ֆինանսական հաջողություններ է խոստանում, եկամուտների աճ, հատկապես եթե զբաղվում եք ինչ որ սիրո գեղեցկության ոլորտում, գեղեցկության սրա, թե ծաղկի սրա, շատ լավ է լինելու, երբ որ Վեներան մուտք գործի իհարկե առյուծ կենդանակերպ։ Եվ առյուծների համար ասենք արդեն ասեցինք, որ շատ բարենպաստ է, բոլոր մարդիկ ձեզնով կհիանան, սիրելի առյուծիկներ եւ արտույցուհիներ, ձեզ կսիրեն, կհավանեն, կպատվեն եւ այլն եւ այլն։ Ու բարենպաստ է ինչպես անձնական, այնպես էլ գործնական բոլոր հարցերը կարգավորելու համար սիրելի առյուծակներ։ Կույսերի մոտ անբարենպաստ է, կույսերի համար անբարենպաստ է Վեներան առյուծ կենդանակերպում, որովհետեւ կույսերի համար դա 12-րդ աստղատունն է, որը գաղտնի թշնամիների, ինտրիգների տունն է, ինչ որ գաղտնի պայմանավորվածությունների, գաղտնի սիրային կապերի, հնարավոր է ձեր այդ ենթագիտակցության կամ անցյալի պահարաններից տարբեր տեսակի ուրեմն կմախքներ դուրս գան, այնպես որ զգուշ եղեք սիրելի կույսեր, որը այդ ինֆորմացիան, որը որ դուք չեք ցանկանա, որ հասանելի դառնա հանրությանը, դա կարող է դրա վրա լույս սպրդվի եւ դա ձեզ վնասի։ Սիրելի կշերքներ, Վեներան մուտք գործելով առյուծ հայտնում է ձեր 11-րդ աստղատանը, որը նույնպես խիստ բարենպաստ է, ինչպես սիրային հարաբերություն, նոր կապեր ստեղծելու, ընկերական միջավայրի աջակցությունը ստանալու, լավ է նաև չափահաս երեխաների համար հնարավոր է նրանց մոտ սիրային բուռն զարգացումներ լինեն, նշանադրություն կամ ամուսնություն։ Կարիճների մոտ Վեներան մուտք գործելով առյուծ հայտնում է 10-րդ աստղատանը, իսկ 10-րդ աստղատունը դա մեր այն բարձրագույն ձգտումների տունն է, որ մենք ամբողջ կյանքի ընթացքում տրամադրվում ենք հասնել, հա, սոցիալական ոլորտում, նոր նվաճումներ սոցիալական ոլորտում, նոր հաջողություններ սոցիալական ոլորտում, նոր պաշտոն, նոր աշխատանք, նոր առաջարկություն, ամուսնության առաջարկություն, սիրելի կարիճներ, թե ամուսնացած չեք։ Մի խոսքով բարենպաստ ամիս է ունիսը կարիճների համար։ Ինչ վերաբերվում է աղեղնավորներին, նույնպես շատ բարենպաստ է Վեներան առյուծում 9-րդ աստղատանն է, լավ է ճամփորդությունների, ճամփորդական այսպես կոչված սիրավեպերի, այդ բաների էլի, այդ սիրավեպերը լողափում, հա, այդ դրանց մասին է խոսակցությունը։ Ու շատ բարենպաստ է նաև ճամփորդել։ Ու իհարկե սիրելի աղեղնավորներ, ճամփորդեք, ցանկալի է ճամփորդել, եթե մինչև ունիսի 20-ն է, կարող եք անծանոթ երկիր գնալ, բայց ունիսի 29-ից հետո միայն այն երկրները եւ այն հյուրանոցները ցանկալի գնալ, որը դուք գիտեք եւ ծանոթ եք։ Այդ եղջյուրների համար 8-րդ տանն է հայտնվում Վեներան, իհարկե սա բարենպաստ է հատկապես ձեր զուգընկերների եւ գործընկերների ֆինանսական վիճակի համար, այսինքն աճելու են նրանց եկամուտները եւ բնականաբար դուք նույնպես օգտվելու եք սիրելի այդ եղջյուրներ այդ գումարներից։ Ինչ վերաբերած նաև հնարավոր են ինչ որ հոգեբանական խնդիրներ եւ առողջական խնդիրներ, նույնպես պետք է զգուշ լինել սիրելի այդ եղջյուրներ։ Սիրելի ջրհոսակներ, նու բարդ ամիս է այդ եղջյուրների համար արդեն հասկացաք հունիսը։ Սիրելի ջրհոսակներ, ձեզ մոտ Վեներան մտնելով առյուծ հայտնվում է 7-րդ աստղատանը, որ իհարկե բարենպաստ է չամուսնացածների համար, բայց ամուսնացածների մոտ կարող է առաջացնել սիրային եռանկյունու մեջ հայտնվելու հնարավորություն, այնպես որ զգուշ եղեք։ Բայց ինչ վերաբերվում է գործնական ոլորտին, նոր գործընկերներ, կին գործընկերներ, որոնք կօգնեն ձեր զարգացնել նրանք ձեր բիզնեսի համար դա լավ է։ Բայց ամեն դեպքում Վեներան 7-րդ տանը խոսում է մրցակցության մասին, իսկ եթե պատրաստ եք այդ մրցակցությանը կարող եք համագործակցել։ Ձկնիկների համար նույնպես բարենպաստ է 6-րդ աստղատանն է հայտնվում Վեներան առյուծում, որը որ նպաստելու է
Գործնական հաջողություններին, առողջության հետ կապված, եթե խնդիրներ ունեք, դա կշտկվի, ֆինանսական հաջողություններին, այնպես որ շատ լավ է Վեներան ուրեմն առյուծում։ Այդ թվում նաև ձկնիկների համար։ Սիրելի բարեկամներ, հունիսի 16-ին 6:53 րոպեին Երևանի ժամանակով կկայանա հունիսյան նորալուսինը 24 աստիճան երկվորյակներ կենդանակերպում եւ բռնի մահվան աստիճան, բավական լարված նորալուսին է եւ վտանգավոր նորալուսին է, որովհետև արևն ու լուսինը միանում են եւ սկսում են դիմակայել նաեւ սև լուսնին, որը շարունակաբար առայժմս գտնվում է աղեղնավոր կենդանակերպում։ Եվ այստեղ իհարկե այս նորալուսինը ինչ է հուշում կենդանակերպերին։ Ну իհարկե նորալուսինը նոր դրական ինչ-որ էներգիա է հաղորդում, նոր դրական զարգացումներ է հաղորդում այն աստղատանը, որտեղ այն տեղի է ունենում։ Խոյերի մոտ այս նորալուսինը տեղի է ունենում երրորդ աստղատանը։ Երրորդ աստղատունը պայմանավորված է ձեր մոտակա միջավայրի հետ, քույր, եղբայր, բարեկամ, հարևան, նոր գիտելիքներ, նոր շփումներ, նոր ծանոթություններ, նոր շարժական գույքի հետ է կապված երրորդն, այնպես որ խոյերի համար բարենպաստ է։ Ցուլերի համար նույնպես բարենպաստ է այս հունիսյան նորալուսինը, որովհետև հայտնում է երկրորդ աստղատանը նոր ֆինանսներ, նոր ֆինանսական հնարավորություններ, նոր եկամուտի աղբյուրներ, որը ընդհանուր առմամբ բարենպաստ ֆինանսական իմաստով բարենպաստ ամիս է ստեղծում ցուլերի համար։ Երկորյակների մոտ իհարկե շատ բարենպաստ է, որովհետև առաջին աստղատանն է հայտնվում եւ հատկապես այն երկվորյակները, ովքեր ծնվել են հունիսի 13-ից 17 ընկած այդ ժամանակահատվածում, իրենց սոլարը, այսինքն արեգակնային վերադարձը կհանդիպեն հենց այդ նորալուսնի շողերի տակ, կենարար շողերի տակ, որը որ իհարկե ամբողջ տարվա ընթացքում նոր զարգացումներ, նոր ծանոթություններ, նոր գործնական հաջողությունների մասին է խոսում։ Խեցգետիների համար այնքան էլ բարենպաստ չէ, որովհետև նորալուսինը հունիսյան հայտնվում է 12-րդ աստղատանը, որը գաղտնի թշնամիներ, ինչ ակտիվացնում է այդ գաղտնի թշնամին, ինչ որ անհասկանալի զարգացումներ, հատկապես արտասահմանի հետ կապված գաղտնի հիվանդություններ, այնպես որ զգուշացեք այս նորալուսնի սիրելի խեցգետիներ։ Առույցների մոտ 11-րդ տանն է հայտնվում հունիսյան նորալուսինը, որը նույնպես շատ բարենպաստ է առույցիկների համար, նոր շփումներ, նոր ընկերներ, նոր ինչ-որ անձնական բնույթի հետաքրքիր ծանոթություններ, բարենպաստ է նաև չափահաս երեխաների համար, հատկապես նա սիրային կյանքի համար։ Եվ Գույսերի մոտ 10-րդ տանն է հայտնվում այս հունիսյան նորալուսինը, նոր աշխատանք, նոր պաշտոն, նոր զարգացումներ, ինչ-որ ձեր ձգտումների հետ կապված հասնելու բարձունքների։ Ինչ վերաբերվում է կշեռքների 9-րդ տանն է հայտնվում այս նորալուսինը, որը բարենպաստ է հատկապես ճամփորդելու համար, նոր ծանոթությունների համար, արտասահմանի հետ համագործակցելու համար։ Կարիճների մոտ 8-րդ տանն է հայտնվում այս նորալուսինը, որը ֆինանսական խնդիրներ կարող է առաջացնել անձամբ կարիճների մոտ, բայց նրանց զուգընկերների եւ գործընկերների մոտ ֆինանսական հաջողություններ է բերելու։ Եվ աղեղնավորների մոտ իհարկե համար բարդ է այս նորալուսինը, որովհետեւ հայտնում է 7-րդ տանը, որը կարող է առաջացնել բախումներ, սիրելի աղեղնավորներ, ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ միշտ պետք է կոնսենսուսի գալ, հա, գտնել ընդհանուր լեզու ընդդիմախոսների հետ։ Այդ եղջյուրների մոտ այս նորալուսինը հունիսյան հայտնվում է 6-րդ աստղատանը, որը աշխատանքի հետ է կապված, պատասխանատվության հետ է կապված, առողջության հետ է կապված։ Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, սիրելի այդ եղջյուրներ, որպեսզի այնտեղ ինչ-որ նոր զարգացումներ բացասական տեղի չունենան։ Ինչ վերաբերվում է ջրհոսներին, բարենպաստ է, խիստ բարենպաստ է այս նորալուսինը, հունիսյան ջրհոսների համար 5-րդ աստղատանն է, նոր ծանոթություններ, նոր ընկերություն, նոր սեր, նոր երեխաներ հնարավոր է, պես որ շատ լավ է, լավ բարենպաստ է նաև բիզնեսի համար ջրհոսների մոտ։ Ինչ վերաբերվում է ձկներին, 4-րդ տանն է հայտնվում այս հունիսյան նորալուսին, նոր տուն, նոր ինչ-որ բարև վերանորոգում տան մեջ, նույնպես
հնարավոր է։ Խոսքով բոլոր դրական զարգացումները տան ընտանիքի ծնողների հետ կապված սիրելի ջրհոսակներ։ Եվ ուզում եմ նաև ասել, որ այդ մուրակային լարված փոխհարաբերությունը, հատկապես այս հունիսի կեսերից սկսվելու այդ լարված փոխհարաբերությունները, հատկապես հունիսյան նորալուսնից հետո, հունիսի 15-ից հետո Վեներա եւ Պլուտոնի դիմակայության պայմաններում ենք ապրելու։ Հունիսի 17-ից 22-ը հատկապես ակտիվ կլինի, 5 աստիճան ջրհոսում գտնվում է Վեներան, Պլուտոնը եւ 5 աստիճան ուրեմն առյուծում գտնվելու է Վեներան։ Ու իհարկե սիրո եւ գեղեցկության մորակի դիմակայությունը այդ լարված ռազմական պատերազմի եւ ավերի մորակ Պլուտոնի հետ իհարկե խիստ անբարենպաստ է։ Դա կարող է առաջացնել զանազան սրացումներ ռազմաքաղաքական, հատկապես իհարկե քանի որ Վեներան կապված է կանանց աղջիկների հետ, դա վերաբերվելու է կանանց եւ աղջիկներին, դրանց դեմ բռնաճնշումներ, հարձակումներ եւ նաեւ սիրո հետ է կապված Վեներան եւ այդ իսկ պատճառով այդ օրերը հունիսի կեսի հետ կապված այդ հատկապես 17-ից 22-ը անբարենպաստ է ամուսնության համար, որովհետեւ սերը խոցվում է, ավերվում է Պլուտոնի կողմից, այնպես որ ցանկալի չէ ամուսնանալ այդ օրերին, սիրելի բարեկամներ, հարսանիքը չնշանակեք այդ օրերին։ Հաջորդ զարգացումը կարևոր աստղաբանական զարգացումը սիրելի բարեկամներ իհարկե հունիսի 21-ին տեղի կունենա 12-24 րոպեին Արեգակը մուտք կգործի Խեցգետին եւ ես շնորհավորում եմ բոլոր խեցգետինիկներին իրենց ծննդյան տարեդարձերի կապակցությամբ ու տեղի կունենա արևադարձը, հա, այդ ամառային արևադարձը, որից հետո արդեն յան էներգիաները տարվա փոխվում են ին էներգիաների եւ ամենակարևոր բարձրագույն կետն է ամառվա, գագաթն է, գիտեք որ հենց այդ ժամանակ հենց օգտվելով այդ էներգիաների զորությունից, այսպես Հիտլերը հարձակվեց խորհրդային միության վրա, դա իհարկե պատահական չեմ նշում, որովհետեւ այդ ժամանակ նույնպես Ուրանը մոտենում էր երկուերակներին եւ 41 թվականի օգոստոսին ուղղակի մոտ գործեց երկուերակներ։ Իդեպ ասեմ, որ Հիտլերը ուներ շատ այսպես լուրջ աստղաբան, որի խորհուրդներին իհարկե վերջին պահին նա չլսեց, դեպ այդ աստղաբանը նրան խորհուրդ տվեց այս ԽՍՀՄ-ի վրա հարձակվել մայիսի 22-ին, բայց այնուամենայնիվ հաշվի առնելով իմ կարծիքով հենց Ուրանի մուտքը երկվորյակներ, որը հզոր ռազմական դիրք է, արդեն ավելի է բորբոքում պատերազմը, հենց այդ պատճառով Հիտլերը որոշեց հունիսի 21-ին, այդ թվում այդ պատճառով հունիսի 21-ին հարձակվել ԽՍՀՄ-ի վրա։ Եվ իհարկե ունեցանք այնինչ ունեցանք, իսկապես պատերազմը բավականին սաստկացավ, Ստալինգրադյան այդ ճակատամարտը տեղի ունեցավ, որ ամենահզոր, այսինքն ընդհանրապես եւ մարդկության պատմության, ժամանակակից մարդկության պատմության մեջ ամենահզոր ճակատամարտներ, ռազմական տեխնիկայի ներգրավվածության առումով, ավիացիայի ներգրավվածության առումով, մարդկային ռեսուրսի ներգրավվածության առումով։ Եվ այսինքն մեզ նույնպես սպասվում է Ուրանը, որ մուտք է գործել երկուերակներ, սպասվում է ռազմական գործողությունների խիստ սաստկացում, որից հետո արդեն գնալու է անկում, բայց այս սաստկացումը մոտակա 2 տարիների ընթացքում դա անխուսափելի է։ Արեգակը կմնա Խեցգետնում մինչև հուլիսի 22-ը, սիրելի բարեկամներ։ Խոյերի համար իհարկե 4-րդ աստղատանն է Արեգակը գտնվում անցնելով Խեցգետնով, ու իհարկե ասեմ, որ ջրային նշանների համար բարենպաստ է, Արեգակը Խեցգետնում միջակ է հողային նշանների համար եւ անբարենպաստ է հրեղեն նշանների համար, օդի նշանների համար նույնպես միջակ է։ Ու խոյերի մոտ հիմնականում ընտանիքի տան հետ կապված հարցերի վրա պետք է կենտրոնանանք, ցլերի մոտ հիմնական կարճ ճանապարհներ, նոր ծանոթություններ, ինչ որ նոր շփումներ կամ հին ծանոթների վերադարձ կապված հունիսի 29-ին հետընթաց Մերկուրի եւ նաեւ ակտիվանալու են ձեր շփումները մոտակա միջավայրի հետ, այսինքն հարևանների, բարեկամների, քույրերի, եղբայրների
բարենպասարների հետ։ Երկորակների համար շատ բարենպաստ է երկրորդ աստղատանն է Արեգակը, նոր ֆինանսական հնարավորություններ են բացվելու։ Դե խեցգետինները դրանք թագավորներն են հունիսի, իհարկե սկսվում է նրանց ամիսը հունիսի 21-ին, որը շատ այսինքն եթե հունիսի մինչև 21-ը էներգետիկան բավականին անկած վիճակում էր խեցգետինների մոտ, քանի որ 12-րդ տունն էր նրանց, եւ Արեգակը իրենց Արեգակին չէր տեսնում, տրանսիտ առ Արեգակը, դա կնշանակի, որ էներգետիկ այդ բոլոր այսպես ասած հնարավորությունները ուժերը անկման մեջ էին, բայց հունիսի 21-ից հետո այդ վերածնունդը կլինի, որովհետեւ Արեգակը մոտ գործելով խեցգետին նրանց կհաղորդի այդ դրական էներգետիկան եւ լիցքերը։ Նու շատ բարենպաստ է սիրելի խեցգետին, իհարկե սոլարը, այսինքն արեգակնային վերադարձը դիմավորելու համար անպայման դիմեք ինձ, որպեսզի ես ձեզ բացատրեմ, թե ինչպիսի պայմաններում է պետք է անցկացնել այդ սոլարը, որպեսզի նա մաքսիմալ կերպով ծառայի ձեզ, որպեսզի դուք ունենաք մաքսիմալ հաջողություն գալիք տարվա ընթացքում։ Նամանավանդ, որ մեծ երջանկության մորակ Յուպիտերը, որը ձեզ հովանավորում էր, օգնում էր, նպաստում էր գրեթե 1 տարի շարունակ, արդեն հունիսի վերջում լքելու է խեցգետինը։ Եվ առուսների մոտ իհարկե բարձ շրջան է սկսում հունիսի 21-ից հետո, որովհետև սկսում է նրանց 12-րդ տունը, էներգետիկական անկումը, ուժերի անկումը, գաղտնի թշնամիների ակտիվացում է սկսում։ Կույսերի մոտ 11-րդ տանն է հայտնվում Արեգակը մոտ գործելով խեցգետին, շատ բարենպաստ շրջան է, նոր շփումներ, նոր ընկերական միջավայր, լավ է նաև չափահաս երեխաների համար այս դիրքը։ Կշերքների մոտ 10-րդ աստղատանն է հայտնվում Արեգակը մոտ գործելով խեցգետին եւ այստեղ իհարկե նոր պաշտոններ, նոր հնարավորություններ գործնական, նոր առաջարկություններ գործնական կամ անձնական բնույթի։ Կարիճների համար նույնպես միանշանակ լավ է 9-րդ տանն է հայտնվում Արեգակը մոտ գործելով խեցգետին եւ այստեղ լավ է ճամփորդության, համենայնպես հունիսը ճամփորդական ամիս է կարիճների համար, լավ է ճամփորդել, լավ են ինչ որ գաղափարներ տարածել եւ կապ հաստատել արտասահմանյան կազմակերպությունների եւ առհասարակ արտասահմանցիների հետ։ Աղեղնավորների մոտ իհարկե անբարենպաստ է 8-րդ տանն է գտնվում Արեգակը, որը զանազան խնդիրներ է առաջացնում, էքստրեմալ իրավիճակներ, առողջական խնդիրներ, ֆինանսական խնդիրներ եւ այլն։ Եվ այդ եղջյուրների մոտ նույնպես անբարենպաստ է, որովհետև այդ մորակների տարանցումը խեցգետնով բերում է 7-րդ տան ակտիվացման, իսկ 7-րդ տունը դա բացահայտ թշնամիների տունն է, նաև հնարավոր են կոնֆլիկտներ ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ։ Ջրհոսների մոտ 6-րդ տանն է հայտնվում Արեգակը, որը նշանակում է, որ դուք սիրելի ջրհոսներ այս հունիսի 21-ից հետո պետք է ուշադրությունը ձեր կենտրոնացնեք առողջության եւ աշխատանքի վրա։ Ձկնիկների համար շատ լավ է Արեգակը խեցգետնում, 5-րդ տանն է հայտնվում, այնպես որ կարող եք սիրելի ձկնիկներ, նոր սեր, նոր երեխաներ, հնարավոր է հղիություն, շատ բարենպաստ է եւ բարենպաստ է նաեւ բիզնեսի համար։ Նու իհարկե արդեն հունիսի վերջում բոլոր լարվածությունը սիրելիներս շեշտակի աճելու է բոլոր ճակատներում, հա, ինչու, որովհետև հունիսի 28-ին Երևան ժամանակով 23:59 րոպեն, այսինքն ավելի շատ հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ռազմի մորակ Մարսը մուտք կգործի երկվորյակներ եւ այնտեղ կմնա մինչեւ օգոստոսի 11-ը։ Ինքնին ինչ է նշանակում Մարսը երկորակներում ռազմական դիրք է, սիրելի բարեկամներ, եւ բարդությունը կայանում է նրանում, որ այստեղ եթե մուտք գործելով ցուն նա քառակուսի էր կազմում Պլուտոնի հետ հունիսի սկզբի մասին է խոսքը, ապա հունիսի վերջին Մարսը եւ հուլիսի սկզբին հատկապես Մարսը միանալու է Ուրան մորակի հետ, որը նույնպես ռազմական դիրք է, հենց հետաքրքիր է, որ հուլիսի 4-ին այդ միությունը տեղի ունենում, այսինքն ԱՄՆ-ի անկախության հռչակագրի
ծրագրի 250-րդ տարեդարձի օրը եւ նույնպես այդ հռչակագրի աստղային քարտեզում, այսինքն ԱՄՆ-ի ստեղծման աստղային քարտեզում նույնպես Ուրանը Մարսի հետ մոտիկ է, միացած չէ, բայց մոտիկ է գտնվում, իսկ այժմ ընդհանրապես նրանք սերտ միության մեջ են հայտնվելու, որը իհարկե դե հուլիսը այս տարվա ամենածանր ամիսներից մեկն է, ես ասեմ, եւ դա սրելու է ռազմաքաղաքական լարվածությունը, բռնաճնշումներն է սրելու եւ միաժամանակ ուղեկցվելու է այդ ամենը լայն զանգվածներով, ժողովրդական լայն զանգվածների ելույթներով, հակակառավարական ցույցերով, ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ողջ աշխարհում, այսինքն որտեղ այնպիսի իրավիճակ է ստեղծվում աշխարհում, որ բոլոր երկրներում դա լինի ԱՄՆ, լինի Ռուսաստան, լինի Ուկրաինա, ամեն տեղ հնարավոր են այդպիսի Եվրոպայում նույնպես լինելու են այդ հուզումները եւ նաեւ ռազմական գործողությունների ակտիվացումը։ Մարսը երկօրյակներում շատ բազմաֆունկցիոնալ է։ Նա չի կարող կենտրոնանալ մի նպատակը լուծելու համար։ Նա միաժամանակ փորձում է լուծել մի քանի նպատակ եւ մինուսը կայանում է նրանում, որ չի հասնում պարզապես բոլոր այդ խնդիրները լուծել եւ հասցնել ավարտին։ Այդ իսկ պատճառով հնարավոր դուք ուզենեք սա էլ վերցնեմ, այս բիզնեսն էլ անեմ, այս գործն էլ անեմ եւ ոչ մեկն էլ չստացվի ձեր մոտ մանավանդ, որ նիսի 29-ից ես հիշեցնեմ, որ Մերկուրին դառնալու է հետընթաց։ Եվ այս տեսակետից իհարկե այդ Մարսի բուրըն գործունեությունը բիզնես անենք, այս բիզնեսը անենք, այս գործը սկսենք, այս ճանապարհը գնանք, այս հյուրանոցում գնանք, մնանք։ Ու իհարկե սա շատ խճճված իրավիճակ է ստեղծելու, բայց հետընթաց Մերկուրին, հիշեցնեմ, որ հետընթաց Մերկուրիի ժամանակ առհասարակ իրագործվում են այն բոլոր ծրագրերը, բոլոր նպատակները, այն բոլոր գծերը, որոնք ավարտին չեն հասցվել այն ժամանակ, երբ որ նույնպես Մերկուրին հետընթաց էր դրանից հետո։ Իսկ դուք գիտեք, որ փետրվարին, երբ սկսեց այս պատերազմը ԱՄՆ-ի եւ ԱՄՆ, Իսրայել, Իրան, Մերկուրին նույնպես փետրվարին հետընթաց էր, փետրվարի վերջում դա սկսվեց եւ նույնպես հետընթաց էր Մերկուրին, այսինքն շատ վտանգներ կան, որ նորից վերսկսի այդ պատերազմը եւ կրկին լարվածությունը ամբողջ տարածաշրջանում մեծանա։ Իհարկե երկորակների համար շատ կարևոր է այս դիրքը, որովհետև Մարսը տարանցելու է իրենց արեգակի վրա, պետք է լինեն շատ ակտիվ եւ նախաձեռնող, եթե ցանկանում եք հասնել ձեր նպատակներին։ Եվ ցանկալի է սիրելի երկորակներ ձեր էներգիան այսպես չծպնել տարբեր ուղղություններով, այլ կենտրոնանալ մեկ հիմնական նպատակի վրա, եթե ուզում եք ունենալ հաջողություն։ Մուտ գործելով երկորակներ, իհարկե Մարսը, ասեմ, որ Մարսը երկորակներում բարենպաստ է բոլոր օդային եւ հրեղեն նշանների համար, միջակ է հողեղեն նշանների համար եւ ինքը անբարենպաստ է ջրային նշանների համար։ Եվ մոտ գործելով խոյ Մարսը հայտնվում է երրորդ աստղատանը եւ այստեղ կար ճանապարհներ եք շատ գնալու, հնարավոր է շարժական գույք ձեռք բերեք, ակտիվանալու են սիրելի խոյր ձեր ուսումնատենչ ձգտումները, նկրտումները, բայց հիշեք, որ նիսի 29-ից Մերկուրին հետընթաց է, որը անբարենպաստ ինչ որ նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, բայց շփումները, այսինքն վերապատրաստումը, այն ինչ որ դուք արդեն գիտեք, դուք նույնպես կարող եք ինչ-որ թարմացնել ձեր ուղեղում, դա լավ է հունիսի 29-ից հետո։ Եվ Ցուլերի համար երկրորդ տանն է հայտնվում Մարսը, որը ստեղծում է նոր ֆինանսական հնարավորություններ, ցուլերի համար շատ բարենպաստ է հունիսը ֆինանսական իմաստով, բայց հիշեք սիրելի ցուլեր, եկամուտների աճի հետ մեկտեղ Մարսը երկրորդ տանը ստեղծում է ծախսելու ցանկություն, այդ մոլուցքը ծախսելու մեծացնում է, նույնպես հիշեք։ Երկորակների մոտ առաջի տանը պետք է լինել ակտիվ, պետք է զբաղվել սպորտով, պետք է ակտիվ ինչ-որ գործողություններ կատարել, այլապես Մարսը ձեզ արդեն կփչացնի ձեր առողջությունը, կվնասի ձեր առողջությանը։ Խեցգետիների համար իհարկե անբարենպաստ է Մարսը երկորակներում, որովհետև նա
12-րդ տանն է հայտնվում, որը գաղտնի թշնամիներին է ակտիվացնում, գաղտնի հիվանդություններ է ակտիվացնում, այնպես որ զգուշ եղեք սիրելի խեցգետիներ, հատկապես հունիսի 28-ից հետո։ Առույցների մոտ 11-րդ տան է հայտնվում Մարսը երկորակներում եւ դա նպաստելու է ակտիվ շփումների ձեր զուգընկերների, գործընկերների, գաղափարակիցների հետ ակտիվ շփումներ, շատ հնարավոր է իրագործվի ձեր նվիրական երազանքներից մեկը սիրելի առույցներ, իհարկե այն դեպքում, եթե դուք շատ ակտիվ գործեք եւ ձեր նպատակը անպայման տեսնեք ձեր առաջ, այդ դեպքում ձեր երազանքը կիրագործվի։ Հույսերի մոտ Մարսը մտնելով երկորակներ հայտնում է 10-րդ տանը, որը նշանակում է նոր ղեկավար, եթե դուք աշխատում եք ինչ-որ պետական հիմնարկությունում կամ ինչ-որ մի խոսքով օֆիսում, նոր ղեկավարություն, նոր տղամարդ ղեկավար, նոր ինչ-որ նշանակում է հնարավոր, նոր պաշտոն, նոր աշխատանք, մի խոսքով շատ ակտիվ է լինելու կույսերի աշխատանքային տունը, 10-րդ տունը հունիս ամսվա ընթացքում։ Ինչ վերաբերում է կշերտներին, բարենպաստ է 9-րդ տանն է հայտնվում Մարսը, լավ է ճամփորդելու համար, լավ է ինչ-որ նոր հորիզոններ բացելու համար, բայց չպետք է մոռանալ, որ հունիսի 29-ից նաև Մերկուրին է հայտնվում հետընթաց վիճակում եւ այդ իսկ պատճառով պետք է զգուշանալ ինչ-որ անծանոթ վայրերում գտնվելուց, շատ գտնվելուց, բայց ճամփորդելու համար, արտասահմանյան կազմակերպություններ, ընդհանրապես արտասահմանցիներ նոր կապեր ստեղծելու համար շատ բարենպաստ է այս շրջանը։ Ինչ վերաբերում է կարիճներին, ասացինք, որ ջրային նշանների համար անբարենպաստ է Մարսը երկվորակներում եւ դա նշանակում է, որ հնարավոր ինչ-որ էքստրեմալ իրավիճակներ, խնդիրներ ճանապարհներին, բայց նույնպես ճամփորդական այսպես տրամադրություն է ստեղծելու Մարսը 8-րդ տանը եւ բարենպաստ է կարիճների, գործընկերների եւ զուգընկերների ֆինանսական վիճակի համար։ Աղեղնավորների մոտ իհարկե անբարենպաստ է Մարսը երկվորակներում, որտեվ խնդիրներ առաջացնելու զուգընկերներ եւ գործընկերներ բախումներ են լինելու, դեպ 7-րդ տանն է լինելու Մարսը եւ այստեղ բացահայտ թշնամիները ի հայտ կգան անպայման, հնարավոր է վիճաբանությունների հաճախ առիթներ լինեն ձեր տղամարդ գործընկերների կամ ամուսինների կամ եթե արդեն տարիքով մեծ են տղա երեխաների հետ։ Ինչ վերաբերում է այծեղջյուրների 6-րդ տանն է հայտնվում Մարսը մոտ գործելով երկվորակներ, պետք է այծեղջյուրները զգուշ լինեն առողջության հետ կապված եւ աշխատանքային ինչ-որ խնդիրներ կարող է առաջանան, աշխատանքի հետ կապված, պատասխանատվության հետ կապված, օրինակ ձեր վրա կարող է ավելի շատ աշխատանք բարդեն, պատասխանատվություն բարդեն, բայց դա չի նշանակում, որ ձեր եկամուտը դրանից կաճի։ Ջրհոսների մոտ շատ բարենպաստ է Մարսը, մտնում է 5-րդ տուն հայտնվելով երկվորակներում եւ դա կնպաստի սիրային ոլորտում հաջողությունների։ Նոր սիրային ինչ-որ հետաքրքիր պատմություններ, երեխաների համար է շատ բարենպաստ, հատկապես եթե տղա երեխա ունեք սիրելի ջրհոսակներ եւ հնարավոր է նաեւ եթե հղի եք, եթե հղի չեք, հղիությունը կարող է առաջացնել Մարսի երկվորակում, բայց եթե արդեն հղի եք, պետք է զգուշանալ այդ վիժելուց։ Պետք է զգուշ լինել։ Եվ ձկների մոտ 4-րդ աստղատանն է Մարսը, դա տան հետ կապված խնդիրներ կարող առաջանան սիրելի ձկնիկներ, դե ասեցինք, որ ջրային նշանների մոտ որոշակի խնդիրներ են առաջանալու, բարդություններ են առաջանալու։ Դա արդեն մենք ձեզ ներկայացրեցինք։ Ընտանիք, ծնողներ, երեխաներ, այդ դրանց հետ խնդիրներ կառաջանան։ Ու շատ կարևոր եւ շատ հետաքրքիր օր է լինելու սիրելիներս հունիսի վերջին օրը, այսինքն հունիսի 30-ը։ Հունիսի 30-ին նախ 3:56 րոպեին, սիրելի բարեկամներ, Երևանի ժամանակով 3:56 րոպեին գիշերը տեղի կունենա հունիսյան լիալուսինը 8 աստիճան այծիղջյուր կենթանակերպում եւ ինքնասպանության աստիճանում է լուսինը շատ վատ աստիճանում է, ճիշտն ասած, բարդ լիալուսին է եւ միաժամանակ հենց հունիսի 30-ին
մինչև 52 րոպեին մեծ երջանկության մոլորակ Յուպիտերը մուտք կգործի առյուծ, որտեղ նա կմնա մինչև 2027 թվականի հուլիսի 26-ը։ Իհարկե ես առանձին Facebook-յան եթերով խոսք եմ տալիս անդրադառնալ Յուպիտերի այդ դիրքի փոփոխությանը, որտեղ շատ հետաքրքիր է Յուպիտերի դիրքը առյուծ կենտրոնակերպում, բայց նախ անդրադառնանք հունիսյան լիալուսնին։ Դե խոյերի համար այս լիալուսինը ընդհանրապես ֆիքսում է ձեր ուշադրությունը, գրավում է ձեր ուշադրությունը այդ տան խնդիրների վրա, որտեղ նա տեղի է ունենում, եւ այս լիալուսինը խոյերի համար 10-րդ տանն է տեղի ունենում։ Դա նշանակում է, որ պետք է ուշադրություն դարձնել աշխատանքի, կարիերայի վրա, հատկապես, չգիտեմ, ձեր սոցիալական նպատակների վրա, կարգավիճակի վրա, ձեր հնարավոր ամուսնություն, հնարավոր ամուսնալուծություն, խոյերի մոտ հիմա բարդ շրջան է։ Սատուրնը եւ Նեպտունը անցնում են խոյ կենտրոնակերպով, այնպես որ ամեն տեսակ բարդություններ խոյերի մոտ հնարավոր են։ Բայց այս նորալուսինը հիմնականում աշխատանքային գործնական հարցեր է բարձրացնելու։ Ցուլերի մոտ լիալուսինը հայտնվում է 9-րդ տանում, ընդհանրապես հողային նշանների համար այս նորալուսինը շատ բարենպաստ է, 9-րդ տանն է, կապեր արտասահմանի հետ, ճամփորդություններ, նոր հնարավորություններ, նոր պայմանավորվածություններ հենց արտասահմանի հետ, արտասահմանյան կազմակերպությունների հետ։ Երկորակների մոտ բարդ է այս լիալուսինը, որտեվ 8-րդ տանն է հայտնվում այս հունիսյան լիալուսինը։ Եվ իհարկե խնդիրներ են առաջանում էքստրեմալ իրավիճակներ են հնարավոր, շատ բարդ իրավիճակներ, խճճված իրավիճակներ, ֆինանսական խնդիրներ, առողջական խնդիրներ, այնպես որ զգուշ եղեք սիրելի երկորակներ։ Խեցգետների մոտ այս իհարկե լիալուսինը հայտնվում է 7-րդ տանը եւ հատկապես այս լիալուսինը կազմի այն խեցգետիների մոտ, ովքեր ծնվել են հունիսի 28-ից մինչև այսպես հուլիսի 1 ընկած ժամանակահատվածում, որովհետեւ այդ օրերին եւ տեղի ունենում լիալուսինը, տեղի կունենա նաեւ նրանց արեգակնային վերադարձը, ծննդյան օրը սոլարը։ Իհարկե միշտ չէ, որ սոլարը համընկնում է ծննդյան օրվա հետ, բայց այնուամենայնիվ 2-3 օրերի մոտակայքում հատկապես շատ հզոր է ազդում եւ դա նշանակում է, որ ձեր կյանքում վիճռական փոփոխություններ են սպասում, եթե ծնվել եք այդ օրերին։ Խեցգետիները դա 7-րդ տանն է լիալուսինը, որը խնդիրները, այսինքն ձեր ուշադրությունը գրավում է ձեզ ու ընկերների, գործընկերների վրա, արդյոք ուզում եք շարունակեք ձեր հարաբերությունները, թե դադարեցնեք նրանց հետ, եւ նաեւ բացահայտ թշնամիների ակտիվություն է նշանակում։ Առյուծների մոտ այս լիալուսին հունիսյան հայտնվում է 6-րդ աստղատանը, որը տալիս է կենտրոնացնում է առյուծների ուշադրությունը հատկապես գործնական հարցերի վրա, պատասխանատվության հարցերի վրա եւ առողջության վրա։ Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, սիրելի առյուծներ։ Կույսերի մոտ 5-րդ տանն է այս լիալուսինը, որը որ բերում է զանազան դրական զարգացումներ, հաճույքներ, նոր երեխաների հետ կապված դրական զարգացումներ, բարենպաստ է նաև բիզնեսի համար։ Կույսերին ասեցինք, հիմա կշերքների մոտ 4-րդ տանն է հայտնվում այս հունիսյան լիալուսինը, որը հիմնական շեշտը դնում է տան ընտանիքի ծնողների վրա, հնարավոր է տան առքուվաճառ կամ ինչ-որ բարենորոգում տան, այդ բոլոր հարցերը։ Կարիճների մոտ հայտնվում է 3-րդ տանը եւ դա կրկին ճամփորդական տուն է, փոքր կարճ ճամփորդություններ, նոր կապեր, հետաքրքիր ծանոթություններ, իհարկե հետընթաց Մերկուրիի ժամանակ հիմնականում վերադարձ կբերի հին ծանոթությունների, 3-րդ տունը նոր շարժական գույք հնարավոր են եւ հետաքրքիր շփումներ ձեր դասընկերների, բարեկամների, ակտիվ շփումներ, նաև մոտակա շրջապատի հետ բարեկամներ, հարևաններ։ Աղեղնավորների համար բարենպաստ է այս լիալուսինը 2-րդ տանն է հայտնվում, որը նշանակում է եկամուտների աճ։ Նաև այծեղջյուրների վրա մեծապես կազդի այս նորալուսինը, հատկապես այն այծեղջյուրների վրա, ովքեր ծնվել են դեկտեմբերի 29-ից հունվարի 1-ը։
առաջի տանն է հայտնվում այս նոր լիալուսինը հունիսյան, որը բոլոր կյանքի ոլորտների վրա ազդում, ինչպես գործնական, այնպես էլ անձնական։ Պետք է ձեր, այսպես ասած, ինքնադրսևորման վրա մտածեք, եթե ձեզ չի բավարարում այն արդյունքը, որը դուք ստանում եք արտաքին միջավայրից, ուրեմն պետք է աշխատել այն նրա վրա, ինչ եք դուք ճառագում, այսինքն այն ինչ ճառագում ես, այն էլ ստանում ես։ Սա է այս լիալուսնի հիմնական մեսիջը այդ եղջյուրների համար։ Ջրհոսների համար նույնպես ինքը բարդ լիալուսին է, որտեղ դա հայտնում է 12-րդ տանը, գաղտնի թշնամիները կակտիվանան, ինչ-որ բարդ զարգացումներ արտասահմանում, եւ ձկների համար բարենպաստ է 11-րդ տանն է հայտնվում այս լիալուսինը հունիսյան, որը կնպաստի ձեր ընկերական միջավայրի հետ շփումներին, գաղափարակիցների հետ կշփվեք ավելի շատ, չափահաս երեխաները նաև ձեզ կուրախացնեն, սիրելի ձկնիկներ։ Հունիսի 30-ը շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր օր է լինելու, որտեղ միաժամանակ եւ այն ժամանակով 9:52 րոպե Յուպիտերը մեծերչանկության մորակ մուտք է գործում ուրեմն առյուծ կենդանակեպ, որտեղ է իմ մեծ պատառը հետաքրքրվեց համեստորեն առյուծ, այս դրա մասին է Յուպիտերը առյուծում։ Տեվ Յուպիտեր առյուծ ընդհանրապես փառահեղ նշան, ինքը թագավորական նշան է բոլոր թագավորական գերբերի վրա, եթե ուշադիր նայեք անպայման կա առյուծը, այն երկրների գերբերի վրա, որոնք ժամանակին եղել են կայսրություններ, ինչ որ մեծ տարածքներ են գրավել, նույնպես արկա է առյուծ խորհրդանիշը, եւ Յուպիտերը մտնելով այդ փառավոր թագավորական նշանը, որտեղ իշխում է արեգակը, իհարկե Յուպիտերը նա այդպիսի այդ մեծապետական, իշխանական, չգիտեմ, կայսերական հավակնություններ է ցուցաբերելու աշխարհում ընդհանրապես եւ բոլոր այդ գերտերությունները կսկսեն մրցակցել ավելի մեծ պատառ պոկելու համար եւ հատկապես դա շատ այսպես ակնառու կլինի այն ժամանակ, երբ որ հուլիսի սկզբին նաև Յուպիտերը դիմակայ Պլուտոն մոլորակի, իհարկե դա մենք հուլիսին ավելի շատ կվելուծենք եւ Facebook-յան եթերում ես կանդրադառնամ Յուպիտեր եւ Պլուտոնի դիմակայությունը, իհարկե խիստ անբարենպաստ դիմակայությունը, որը հենց խորհրդանշում է այդ մրցակցությունը նոր տարածքներ, նոր ազդեցության գոտիներ գրավելու համար։ Այդ տրիպ նախագիծը նույնպես շատ այդ վտանգը ստեղծման, այդ հուլիսի մեջ շատ մեծ վտանգ է։ Եթե դա ստեղծվի, իհարկե Հայաստանը թիրախ կդառնա եւ հենց այդ կիզակետը կդառնա այդ գերտերությունների բախումների համար։ Դա շատ վտանգավոր նախագիծ է, իմիջիալոց ես դրա մասին այդ կանխատեսումը արել էի դեռևս անցած տարվա սկզբին, եւ դեռ չէր ստորագրվել կիրակնօրյա եթերներում դուք կարող եք դա դեպի այդ Յուպիտեր ու Պլուտոնի դիմակայությունը իհարկե շատ վտանգավոր զարգացումների, այսպես տեղիք կարող է տալ, նամանավանդ, որ հետագայում նաև արեգակն է Պլուտոնի հուլիսի ընթացքում, նաև արեգակն է սկսում դիմակայել Պլուտոնին ու շատ բարդ ծանր զարգացումներ կսպասվեն, նաև Մարսն է Ուրանի հետ եւ սկսում է դիմակայել Սև լուսնին ընթացքում անցնելով երկվորյակներով, մի խոսքով մենք բարդ աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական իրավիճակում ենք հայտնվելու այս ամառ ու նամանավանդ որ հուլիսը դա այն ամիսն է, որը նախորդում է խավարումների ամառային միջանցքին, դա նույնպես պետք է դու դա իրան իհարկե կանդրադառնանք հուլիս ամսվա երբ կներկայացնեմ օգոստոսի աստղաբանությունը, բայց այնուամենայնիվ ընդհանուր այսպիսի նախերգանք որպեսզի պատկերացնեք, թե ինչ բարդ զարգացումներ կլինեն այս ամառ, հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսն են, օգոստոսը դա հատկապես բարդ ամիս են, դա խավարումներն են, օգոստոսի 12-ին արևի ամբողջական խավարումն է եւ 28-ին լուսնի մասնակի խավարում տեղի կունենա։ Յուպիտերը իհարկե մեծ բարերար է եւ նա բարդությունը կայանում է նրանում, որ նա ամեն բան ընդարձակում է, այսինքն եթե պատերազմ լինի, նա ընդարձակելու այդ պատերազմը, կրակը բոցավառվելու է ավելի շատ, որ ինչը որ լինի այդ ժամանակ ինչ զարգացում, նա ավելի կուրճացնի, կմեծացնի տեմպես, որ պետք է շատ զգուշ լինել, որ հատկապես առյուծը ինքը շատ այսպես փառավոր, մի քիչ մեծամիտ, առյուծները մեծամիտ են, շատ այսպես իրակարծիքը հետ
հետապնդող, միայն կամակոր նշան է։ Եվ ֆիքսված նշան է, ասեմ սիրելիներս, առյուծը ֆիքսված նշան է, կայուն նշան է, դա նշանակում է այդ փոփոխությունները շատ դժվար կլինի հետո բեկել, որոնք տեղի կունենան այս հունիսի 30-ից հետո այս տարվա ընթացքում։ Իհարկե մեծ երջանկության մորակ Յուպիտերը հրեղեն առյուծ կենդանակերպում շատ բարենպաստ է բոլոր հրեղեն նշանների համար, ինչպես խոյերի, այնպես էլ առյուծների եւ աղիքնավորների համար։ Նու ինքը միջակ է, բարենպաստ է նաեւ օդի նշանների համար, միջակ է հողեղեն նշանների համար եւ այնքան էլ այսպես եւ նաեւ այնքան էլ բարենպաստ չէ, կրկին միջակ է ջրի նշանների համար։ Իհարկե ամենաբարենպաստը հրեղեն նշանների համարն է։ Խոյերի համար Յուպիտերը հայտնվելով առյուծ կենդանակերպում 5-րդ տանն է տարանցելու 1 տարի շարունակ, մինչև 27 թվականի հուլիսի 26։ Դա նշանակում է մեծ երջանկություն, երեխաներ, թոռնիկներ, հաճույքներ, ավելի հաճախ դուք հնարավորություն կունենաք սիրելի խոյր մեկնելու հանգստի, բարենպաստ է բիզնեսի համար, հնարավոր է եթե ուզում եք այնուամենայնիվ կրկին երեխա ունենաք կամ դեռ չեք ունեցել, պետք է այդ հղիություն շատ բարենպաստ կլինի, եթե այդ ժամանակ այս տարվա ընթացքում երեխա ունենաք, ստեղծագործական մարդկանց համար շատ բարենպաստ է։ Ավելի մանրամասն ես կանդրադառնամ Facebook-յան եթերով սիրելի բարեկամներ, միջոց գրեք մեկնաբանություններում, արդյոք ցանկանում եք կրկին վերսկսենք այդ ֆորմատը Facebook-յան լայվերի։ Ցուլերի մոտ Յուպիտերը մոտ գործելով առյուծ հայտնվում է 4-րդ տանը, որը շատ բարենպաստ է տան, ընտանիքի, ծնողների համար, նոր տուն, ավելի ընդարձակ տուն, ավելի այսպես տան անդամների ընդարձակում, ամուսնություն, նշան դրեք, երեխայի ծնունդ։ Մի խոսքով ցուլերի համար եւս շատ բարենպաստ է։ Ինչ վերաբերվում է երկորյակներին, 3-րդ տանն է հայտնվում Յուպիտերը մոտ գործելով առյուծ, եւ այստեղ դա իհարկե շատ լավ է ճամփորդությունների համար, նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, նոր ինչ-որ միջավայրեր ստեղծելու համար, ուսման համար շատ բարենպաստ է։ Խեցգետինների համար նույնպես բարենպաստ է, 2-րդ աստղատանն է հայտնվում Յուպիտերը, արդեն լքելով խեցգետինը, նույնպես 2-րդ տունը բարենպաստ է, հատկապես ֆինանսական հաջողությունների տեսանկյունից։ Առյուծի իհարկե առյուծիկները այս դիրքի թագավորներն են եւ թագուհիները։ Յուպիտերը նոր դռներ է բացելու ձեր առջև, սիրելի առյուծիկներ, նոր հնարավորություններ է ստեղծելու ձեր առջև, նոր հովանավորներ են հայտնվելու, կամ եթե ամուսնացած չեք, որ ասում եմ ուզողների թվից էլ արդեն չեք իմանալու ում համաձայնվեք, ում չէ, եթե չգիտեք ում ընտրեք, համեցեք խորհրդատվության։ Այդպես որ առյուծների համար եթե գործնական, թե անձնական ոլորտում, թե ֆինանսական ոլորտում շատ բարենպաստ զարգացումներ են սպասվում, բայց պետք չէ մտածել, պետք չէ շատ ոգևորվել սիրելի առյուծիկներ, ինչու, որովհետև չարաբաստիկ Պլուտոնը գտնվում է ջրհոսում եւ դիմակայությունը այնուամենայնիվ կազմում է առյուծ կենդանակերպի հետ, որը տարբեր ցնցումներ կարող է առաջացնել, այսինքն բոլոր դրական փոփոխությունները տեղի կունենան, բայց որոշակի բարդություններով եւ խոչընդոտներով։ Եվ կույսերի մոտ 12-րդ տանն է հայտնվում, իհարկե դա անբարենպաստ է, դա նշանակի որոշակի գաղտնի թշնամիների ակտիվացում, հնարավոր ինչ-որ առողջական լուրջ խնդիրներ ունենան կույսերը, պետք է զգույշ լինել այս 1 տարվա ընթացքում։ Ինչ վերաբերվում է կշեռքների, 11-րդ տանն է հայտնվում Յուպիտերը մոտ գործելով առյուծ, եւ իհարկե այստեղ նոր ընկերներ, նոր ուզողներ, այսպես ասած, մուշտարին, դա Յուպիտերը արաբերեն անվանումն է, մուշտարին, այդ շատ սիրված բառ է, նաև մեր իրականության մեջ, այս շատ մուշտարիներ, շատ ուզողներ, շատ հաճախորդներ, եւ դուք գիտեք դա։ Եվ հենց այդ մուշտարիները կշատանան հենց կշեռքների մոտ հատկապես։ Լավ է նաև ձեր չափահաս երեխաների համար, հնարավոր է ամուսնություն կամ նոր պաշտոն, ինչ-որ կարիերայի մեջ հաջողություններ։ Ինչ վերաբերվում է
եք արիչներին 10-րդ տանն է հայտնվում Յուպիտերը մոտ գործելով առյուծ։ Դա նշանակում է կարիերայի բարձրագույն աճ, այսինքն նոր պաշտոն, կարիերայի բարձրացում, նոր ավելի բարձր վարձատրվող աշխատանք, ավելի լավ առաջարկություններ, որից դուք չեք կարող հրաժարվել։ Սիրելի կարիճիկներ, մի խոսքով ձեր համար շատ բարենպաստ է այս մեկ տարին ևս։ Աղեղնավորների մոտ 9-րդ տանն է հայտնվում Յուպիտերը, դե քան որ Յուպիտերը հենց ղեկավարում է աղեղնավորներին, իշխում է աղեղնավորում, թագավորում է այստեղ, իհարկե շատ լավ է, հատկապես նոր ուսում, դասավանդում, եթե չեք դասավանդում, շատ լավ է դասավանդել, ճամփորդության համար շատ, այսինքն մի տարին ամբողջությամբ նվիրված է լինելի ճամփորդությունների։ Այծեղջյուրների համար էքստրեմալ իրավիճակ է, որովհետև 8-րդ տունն է հայտնվում Յուպիտերը մոտ գործելով առյուծ, դա բարդություններ ֆինանսական, բայց ձեր գործընկերները, զուգընկերները կսկսեն մեծ գումարներ աշխատել, սիրելի այծեղջյուրներ։ Ջրհոսների մոտ Յուպիտերը հայտնվում է 7-րդ տանը։ Սիրելի ջրհոսներ, եթե ամուսնացած չեք, իսկական ժամանակն է ամուսնանալու, որտեղ 7-րդ տունը դա հենց զուգընկերների տունն է, հա, ամուսնության տունն է եւ մուշտարիների թիվը ուռճացվելու է եւ աճելու է, այսինքն բոլոր այդ օդի նշանների համար շատ լավ է, գիտեք, Յուպիտերը առյուծ կենթանակերպում, իսկ կոնկրետ ջրհոսների մոտ դա ամուսնության հետ կապված նոր գործընկերներ, նոր հովանավորներ, նոր հաճախորդներ, որոնք մեծ այսպես հնարավորություններ կունենան, հնարավոր է ձեզ օգնեն գործնական հաջողությունների հասնել։ Եվ ձկնիկների մոտ 6-րդ տանն, իհարկե Յուպիտերը իշխում է ոչ միայն աղեղնավորում, այլ նաև ձկներում։ Եվ 6-րդ տանը հայտնվելով նա նոր աշխատանք կտա ձեզ անպայման ավելի բարձր վարձատրվող աշխատանք, բայց միաժամանակ նաև նոր պատասխանատվություն։ Հնարավոր է նաև բժշկություն արդեն արկա, ձեր մոտ արդեն արկա առողջական խնդիրներ, որտեղ Յուպիտերը բոլոր այդ բացասական էներգիաները ձուլում է, լուծում է եւ դրականով լցնում ամեն ինչ։ Այնպես որ ձկների համար նույնպես խիստ բարենպաստ է։ Սիրելի բարեկամներ, ահա այսքանը 1 ժամ 14 րոպե տևեց այս վիդեոն, այսքանը այն ամենի մասին, ինչ որ սպասվում է մեզ հունիս ամսվա ընթացքում եւ առհասարակ նաեւ տվեցի ամառվա զարգացումների ընդհանրապես ամառային զարգացումների բոլոր այդ խճանկարը անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոյով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, ինչպես են նաեւ իրագործվում իմ կանխատեսումները, ինչ թեմաներով հատկապես կցանկանաք ավելի մանրամասն ես վերլուծություն անեմ եւ հետեւեք ինձ նաեւ ոչ միայն այս YouTube-յան ալիքով, այլ նաեւ աստրոմագիա եւ թալիսմանների 2-րդ YouTube-յան ալիքով, հետևեք ինձ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում, ես ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք, կհանդիպենք։